քիչ մարդկան երևի խոսք կփոխանցենք։ Շնորհակալություն։ Պարոն Անանյան, քարոզարշավի առաջին օրը մեկնարկեց, նախ ինչ տրամադրությունով ու ինչ սպասելիքներով եք մասնակցում քարոզարշավին։ Պարոն Թաթյանը արդեն ասեց, տրամադրություններս բարձր են եւ մարտական բառից քաղաքական իմաստով, որտեղ քաղաքական պայքարի ըստ էության պաշտոնական փուլն է մեկնարկել։ Եվ մենք այսօր Գոշավանքում մեկնարկը հայտարարեցինք մեր քարոզարշավի եւ դրա վերաբերյալ իմ գործընկերները իրենց կենթանի խոսքում ասեցին, թե ինչու ենք մենք ընտրել հենց Գոշավանք, ինչու ենք ստարտային կետը ընտրել դա։ Մենք հիմա գտնվում ենք Իջևանի парքի պուրակում, այսօր նաեւ օրվա խորհուրդը նաեւ կապ ունի մեր տոնացույցում այսօր երկրապահի օրն է։ Մենք ծաղիկների խոնարհման արարողություն արեցինք մեր Արցախյան պատերազմ զոհվածների հիշատակին եւ ընդհանրապես այսօրվա խորհուրդը ոչ մենակ դա է, այլ նաեւ ապագային միտված է, որովհետեւ պետք է վերաիմաստավորենք ոչ մենակ հիշատակը, այլ պետք է վերաիմաստավորենք այդ հիշատակը վառ պահելու ապագայի մեր անելիքները։ Ինչ ունենք անելիք։ Իսկ անելիքները դրանք կապված են առաջերտին արտաքին անվտանգության խնդիրներին, որոնց հետ մենք ունենք շատ լուրջ անելիքներ եւ ունենք շատ լուրջ առաջարկներ, որոնք այսօր ձևակերպել եւ ներկայացնում ենք։ Հետեւաբար, եթե ձեր հարցը ամբողջականացնեմ, մարտական ենք տրամադրված բառից քաղաքական իմաստով եւ ապագայի հետ կապված հստակ անելիքներով նաեւ մեր ժողովրդի հետ զրուցելու այդպիսի պատրաստակամությամբ։ Մարդկանց գոնություն այդ անվտանգային խնդիրների վերաբերյալ չեն թույլատրել, չեն կարողացել այդ այսպես կոչված թվացial խաղաղության կամ կարճաժամկետ խաղաղության ծուղակով մարդկանց մոլորեցնել։ Գիտեք, մեր ժողովուրդը ավելի իմաստուն է, քան ենթադրում են այսօրվա իշխանությունները եւ մեզ ճիշտ ասած նաեւ մարզերում այցելությունների ժամանակ մեզ թվում էր, որ արտաքին անվտանգության հետ կապված սահմանամերձ սահմանապահ գյուղերի եւ բնակավայրերի մեր հայրենակիցները շատ ավելի ընդգծված ու զգայուն կլինեն իրենց դիրքորոշումներում, բայց տեսեք, որ որտեղ որ գնում ենք, այո, սոցիալական հարցերը դրանք երկրորդ շրջանակով են մատուցվում եւ այդպիսի հարցադրումներ մեզ արվում, առաջինը միայն տեսեք, արժանապատվություն, արտաքին անվտանգություն եւ արդարություն։ Այս սրանք են, որ սրա պակասը այսօր ունի մեր ժողովուրդը։ Եվ սրա մասին են վկայում այն, որ մենք այո տեսնում ենք փոփոխություն, իրական փոփոխություն բերելու նախադրյալները մենք այսօր տեսնում ենք, որովհետեւ ժողովուրդը թմբիրի մեջ չէ։ Ժողովուրդը լավ զգոն եւ ավելի պատրաստակամ է եւ իր մասնակցությամբ ապացուցելու է, որ ինքը փոփոխություն է ուզում։ Հետևաբար ոչ չեն կարողացել ժողովրդին քննեցնել եւ ժողովուրդը թմբիրում չի գտնվում հիմա։ Շատ ակտիվ հետևում է բոլոր քաղաքական ուժերին եւ կարծում եմ, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է շատ պրակտիկ ու պրագմատիկ եւ ապագային միտված ծրագրեր ներկայացնեն, որպեսզի լինեն փոփոխություն բերողների, դրոշակակիրների շարքում։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Դուք ինչ սպասելի